Ինչի մասն է խոսքը, ես ոնց կարամ գնամ մի մարդու ընտրեմ, մի մարդու համար ինձ ծեփեմ պատերին, որ չէ չի որ իրանց համար լավ լինի ու մենք էլի տանջվենք։ Հիմա ես այցելում եմ Դաշնակցության գրասենյակ։ Մեծ որոշ բաներ կուզեն ասեմ, բայց ճիշտ չի լինի որ ասեմ։ Այն քաղաքացին, որ ասում է ես չեմ գնալու ընտրության, ինքը փաստացի օգնում է այսօրվա անարժանապատիվ Հայաստանի շարունակմանը։ Ես խնդրում եմ իրենց։ Ես խնդրելով հանդերձ այն ամենայնիվ չեմ իշնի այն մակարդակին, որ գնամ ասեմ բերեք ձեր տոպրակները բարձրացնեմ վերև։ Դա չէ կարելի։ Դուք խաղաղության կողմնակից եք, բոլորին հարցնում եմ ես սա։ Կա աշխարհում որևէ մարդ որ խաղաղության կողմնակից չի։ Ամեն ինչից երևում է մեծ սրճեփներից եւ շատ բաժակներից։ Ուրեմն այստեղ շատ մարդ է լինում, հասկանում եք։ Մենք հիմա գտնվում ենք ընդունարանում Հույդ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչի, այս պահին վերջին տարիներին Ընկեր Իշխան Սաղաթելյանն եկել գնացինք ինքը ինչ է անում։ Ընկեր Իշխան Սաղաթելյանի մոտ։ Բարև ձեզ։ Նավից։ Ես էլ եմ հին մարդ եւ սիրում եմ Ընկեր Իշխան Սաղաթելյան տարբերակը։ Բարև ձեզ։ Հա։ Ես նախկին չեմ, ես նույնիսկ նախկին լրագրող չեմ, չնայած բլոգեր դառնալուց հետո կարելի է արդեն ինձ համարել նախկին լրագրող, ես հիմա ձեզ կտամ միկրոֆոն։ Եվ այսպես Ընկեր Իշխան, ես ձեզ դիմելու եմ հենց այդպես ամեն կուսակցությունում փորձում եմ պահպանել այդ կուսակցությունում ընդունված բոլոր ավանդույթները։ Զրուցել եմ արդեն շատ մարդկանց հետ։ Ակտիվ է շատ կուսակցության ներսում։ Եվ գիտեք որն է հետաքրքիր, ես միշտ Դաշնակցությունում ունենում եմ այս խնդիրը նախկինում շատ տարիներ առաջ, երբ չկա մեկ այսպես ընդհանուր լիդեր, երբ բոլորն էլ լիդերներ են, այսպես Գերագույն մարմինը, ընտրողի համար մի տեսակ կարծես հասկանալի չէ, ում են իրենք ուղղում իրենց ձայնը։ Դա Դաշնակցության եւ ուժն է, որովհետեւ սա այսպես երևում է, որ ունի իր ներքին լուրջ ժողովրդավարությունը։ Ոչ թե չունի այդ մեկ լիդեր, այլ ինքը լիդերների կուսակցություն է։ Բայց պարզապես Դաշնակցությունը մեկ անձի շուրջ, մեկ անձի համար ստեղծված կազմակերպություն չի, եւ այո, Դաշնակցությունում որոշումներ ընդունվում են կոլեկտիվ մարմինների կողմից։ Դա մեր առավելությունն է, որտեղ իրականում սա համակարգ է, իսկ այդ համակարգը իր կենսունակությունը ապացուցել է 135 տարիներ։ Այո, բայց նաև ապացուցել է, որ երբեմն կոլեկտիվը սխալվում է, անհատը ճիշտ է։ Ինչպես օրինակ եղավ դա Աղան Վարդանյանի քվեարկության դեպքում։ Կոլեկտիվը սխալ էր, մեկը ճիշտ էր, ես արդեն իր հետ եմ զրուցել։ Այնպես Մեր գրասենյակում։ Այո, հենց ձեր գրասենյակում այսպես ասեց, որ ինքն էլ է անցնելիս եկել, ես էլ էի անցնելիս եկել, մենք հյուրեր էինք։ Սա կատակը մի կողմ, գիտեք, շատ մտահոգիչ է այն հանգամանքը, որ խմորումը, այսպես նախընտրական տենդը զգացվում է միայն իշխանությունների դեպքում։ Զգացվում է, որ նրանք այսպես ամեն բջիջով ուղղված են դեպի ընտրողը, դեպի ընտրությունները, նրանց այդ միտքը այսպես պատել է, նրանց հոգին։ Ընդդիմության հոգին չի պատել այդ միտքը, հասկանում եք։ Ընդդիմությունը շարունակում է մնալ իներտ, գրավորական։ Չէ, այդ կարծիքին չեմ, իրականում իշխանությունը ժամանակից շուտ լայնածավալ ընտրարշավ է սկսել։ Նաև դա իրենց վախի աթոռը պահելու այդ սարսափի հանգամանքով է պայմանավորված։ Նրանք շատ մոտիվացված են երևում։ Այո, որտեղ իշխանության կորցնել իրենց համար իրենք լավ հասկանում են ինչ է նշանակում մեկ։ Եվ երկրորդը այդ վարքագիծը մի քիչ այդ ինքնավստահության, այդ ամեն ինչին շատ այդ որ իրենք ասում են մեր դեմ խաղ չկա 65%, բայց քայլերը, գործողություններ ու պահվածքը դրա մասին չի խոսում։ Այս իմաստով իրենց այդ ակտիվությունը պետք է նայել նաև այդ տեսանկյունից։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը, ես կարծում եմ շատ բնական process է գնում, խոշոր մի քանի բլոկներ են արդեն դաշտում։ Հասկանալի է, որ դուք գնալու եք երկրորդ նախագահի։ Կարծում եմ հաջորդ շաբաթ գրեթե բոլոր ուժերը հիմնական հայտարարությունները կասեն ու ավելի կմտնենք նոր ավելի ինտենսիվ փուլ։ Դուք կլինեք երկուսով։ Դաշնակցությունը եւ երկրորդ նախագահի թիմը։ Այդպես եմ հասկանում։ Եվս մեկ քաղաքական ուժ։ Ով է։ Մյուս շաբաթ այդ մասին պաշտոնապես չի հայտարարել։ Ես այդքան համբերություն չունեմ։ Ընկեր Իշխան։ Ընդամենը 3-4 օր։ Մենք մյուս շաբաթ հանդես ենք
գալու, այսինքն դաշինքի մասին հայտարարությամբ վարչապետի տեխնացում։ Գիտեք, դեժավյու եղավ։ Տարիներ առաջ եղել է այդպիսի իրադարձություն, երբ ես ամեն օր գալիս էի այստեղ դաշնակցությունից լսում էի, որ դեռ չունենք հայտարարելու բան։ Այսպես, գիտեք, ժամացույցը Կարգ կա, ձև կա։ հասկանում եմ, իհարկե, ես բան չունեմ ասել։ Ինչ խոշոր անակնկալներ չի լինելու, բայց կարգ կա, ձև կա, պետք է։ Հա, այսինքն այսօր մենք այդ մասին չենք իմանա։ Լավ, գիտեք, նույնիսկ կարևոր չէ, այսինքն կունենանք 3 ուժ։ Նշանակում է արդյոք դա, որ պետք է արդեն քանի տոկոսը լինի ձեր հաղթահարելի շեմը։ 8։ Այս պահին ըստ էության միակ միավորը, որ հայտարարել է դաշինքով մասնակցելու մասին, դա Հայաստան դաշինքն է։ Մնացածը միավորումներ եղել են, բայց եղել է մեկ կուսակցության շուրջ, այսինքն նրանք 4% շուրջ են։ Այո, հիմա միակ դաշինքի մասին հայտարարություն անող ուժը մենք ենք եղել։ Քիչ առաջ ես ընկեր Քրիստինեին ասում էի, որ կար ժամանակ, երբ մենք հին լրագրողներս 25 տարի առաջ ասում ենք դե դաշնակցությունը իր կայուն ընտրազանգված զոն է։ Իսկ երբ մենք այսպես հաշվում էինք իրար հետ, մենք էլ ենք չէ հաշվում, տեսնենք ինչ է դուրս գալու։ Մենք հաշվում ենք, ասում ենք այսքանը դաշնակցություն։ Եվ ավելի ճշգրիտ ես կասեի։ Եվ ստացվում է, որ գիտեք, դաշնակցությունը ունի կայուն տոկոս։ Դա 8 էր եւ մի քիչ էլ նույնիսկ ավելի էր, այսինքն ինչ էլ լինի, այսքանը դա այդքանը որպես չհաշվվող թիվ 8 գրեթե եւ նույնիսկ մի քիչ ավելի ուներ։ Այսօր այնպիսի վիճակ է, երբ դուք 3 ուժով այդ 8%-ի համար նույնիսկ պետք է լուրջ պայքարեք։ Ո՞վ է ասել ձեզ այդ մասը։ Չեք ուզում լուրջ պայքարեք։ Նյութը տարածել, որ մենք պայքարում ենք 8%-ի համար։ Ես ձեզ ասեմ, որ մենք 8%-ի համար չենք մտնում ընտրապայքարի մեջ, շատ ավելինի եւ այս ընտրապայքարում մեր դաշինքը լինելու է գլխավոր ֆավորիտ ուժերից մեկը։ Եթե սոցիոլոգիային հրապարակում ինչ-որ հղումներ են անում դրան, մենք ունենք մեր սոցիոլոգիան, ունենք մի քանի կողմերից արված ու այն ինչ որ հրապարակում է, առնվազն մեր մասով իրականությունը չի անպատասխանում եւ այդ 8% բան մենք դրա համար չենք մտնում ու դուք կտեսնեք։ Իսկ ինչ վերաբերում է դաշնակցության ընտրազանգվածին, որը կայուն է, անդավաճան է, գիտակից է, գաղափարական է, դա կա ու վստահ եմ դա ավելացել է։ Ու մենք դա տեսնում ենք մեր տարածքային կազմակերպությունների գործունեությամբ, մեր ամենօրյա շփումներով։ Ունենք այդ մտահոգությունը, վստահ եղեք այդ 8% եւ այլ, այսինքն չկա տես բան լուրջ ավելի բաներ։ Գիտեք ինչ, երբ դուք տես այսպես արխային եք գցում ձեր ընտրողին, ինքը կարող է այդ օրը առավոտյան ասի, դե լավ, մեկա մենք անցողիկ ենք ու չգնա ընտրություն։ Չէ։ Դուք պետք է ինձ թվում է նրանց մասին չի խոսք։ Բայց նաև պետք չի մեր ընտրողին։ Այսինքն պետք չի լինել արխային ոչ մի ուղերձները տալ, որի փր մենք պայքարում ենք շեմ հաղթահարելու համար։ Չկա տես բան, մենք շատ ավելի մեծ ու լուրջ նպատակ ունենք մեր առջև, բայց դա չի նշանակում, որ բոլոր հարցերը լուծված են անելուց։ Այո, եթե դուք նրանց ընտրողին պետք է պահել այն մտքի վրա, որ հենց իրենից, իր ձայնից կախված է կանցնի այդ կուսակցությունը, թե ոչ։ Դուք այս ամբողջ ընթացքում մեկնեիք ընդդիմադիր գործիչներից, որը ակտիվ է եղել։ Մարդկանց կանչել է հրապարակ եւ եկել են մարդիկ շատ հաճախ, շատ դեպքերում բավականին մարդ եկել է, բայց բավարար չի եղել հարցեր լուծելու համար։ Այս ընթացքում դուք վերլուծել եք, որն է եղել ընդդիմության հիմնական ռազմավարական սխալը։ Գիտեք, շատ է խոսում այդ մասին, մենք Իսկ ինձ թվաց ես շատ այդպես անսպասելի հարց եմ ձեզ տալիս։ Չէ, բայց մենք հրապարակային խոսել ենք այդ հարցերի ու խնդիրների մասին։ Եթե մենք ասենք սխալներ չենք ունեցել, Չողոքի մի հատ սխալ ասեք։ Չենք ունեցել, ընդհանուր սխալը այն է, որ չենք կարողացել հասնել նրան, որ այս իշխանությանը հեռացնել։ Դա հետևանքն է սխալի։ Պատճառների մասին, պատճառը նա է եղել, որ այո, փողոցային ճանապարհով այդ ճնշման միջոցով չեն կարողացել ունենալ այն համաժողովրդական մեծ զանգվածը, որ կկարողանայինք հասնենք։ Պարոն Սաթարյան, ես չեմ ասում հետևանքը սխալի։ Իհարկե չեք կարողացել, դա հասկացանք։ Իսկ ինչն էր դրա, որն էր սխալը այդ պայքարի ձևի։ Գուցե փողոցային չպետք է լինի, գուցե ձեր խոսքը ուղղված մարդկանց համոզիչ չի եղել, գուցե դուք ավելի հեռու եք եղել ընտրողից եւ նրա համար
ոչ մի տեսանելի քայլ չեք արել, ոչինչ չեք կերել, օրինակ Մեր առջև կանգնած է եղել որն է սխալը, այլ մենք միշտ ազնիվ ենք եղել մարդկանց հետ։ Այս շատ կարևոր է։ ասացիք, գուցե դա է բոլոր բաների մեջ պոպուլիզմը շատ երկրորդ տեղում է եղել։ Մենք չենք, հիմա չենք։ Մեր նախընտրական խոստումների մեջ մենք չենք խաբելու մարդկանց։ պոպուլիզմ չկա։ Մենք չենք ասելու, որ կախարդական փայտիկ ունենք 6 ամիս հետո մեր երկրի առջև կանգնած բոլոր խնդիրները լուծելու ենք։ Մենք մարդկանց պարզ ասելու ենք, որ այդ խնդիրները լուծվող են, բայց դա պահանջելու է մեծ ջանքեր։ Եվ մենք ինչով ենք նաև մեր առավելությունը ո՞րն է քաղաքական դաշտի նաև մյուս մեր գործընկեր ընդդիմադիր ուժերից, որ մենք ներկայանալու ենք ամենակաղաքական, ամենակոփված, ամենափորձառու թիմով, որ այս ամեն ինչի միջով անցել է ու 7 տարի զգացվում է, որ թիմ կա էլի աշխատող։ 7 տարի այս իշխանության դեմ բոլոր ճակատներում, դեմ առ դեմ, փողոցում, խորհրդարանում կռիվ ենք տվել ու ի տարբերություն շատերի այսօր կանք։ Կռիվ եք տվել, այո, եւ ես ասում եի, այստեղ ինչարոց մեր զրույցին մասնակցում է նաեւ ընկեր Քրիստինեն, եւ դուք կռիվ եք տվել, դուք չեք հաղթել այդ կռվում։ Հասկանում եք, պատերազմից հետո պարտություն բերած իշխանությունը ընտրվել է։ Հիմա գիտեք, սա այնպիսի իրավիճակ է, որ իրոք ձեր առջև դրված է դժվար խնդիր։ Ես ուզում եի հենց դա ասել, որ կռիվ եք տվել ու չեք հաղթել։ Որն է նրանց ուժը։ Ինչու՞մ է նրանց ուժը։ Այս իշխանության սա ստի կեղծիքի մարմնավորումը իրենց ամենամեծ ուժը, որ կարողանում են դրա մարդկանց խաբել։ Իրենց էժան տեսարաններով, մանիպուլյացիաներով, տեղեկատվական այլանդակ խոսքերով կարողացել են եւ դեռ կարողանում են, այսինքն ինչ որ հատվածի խաբել։ Սուտ ու կեղծիքն է։ Դա բայց երկար չի կարող տևել։ Դա երկար չի կարող, ու մեր նաև աշխատանքի արդյունքում այսօր արդեն մարդկանց միստվար եւ մեծ զանգված այլևս իրենց չի հավատում եւ չի վստահում։ Նույնիսկ իրենց ընտանեկան դրվագները, ես չգիտեմ ճիշտ է թե սուտ, բայց չեն հավատում մարդիկ, այսինքն արդեն այնքան տարական բաներում չեն հավատում։ Բայց իրենց ամենամեծ գործիքը իրենք տեղեկատվական, ահաբեկչական մի համակարգ ունեն, որ մեր ժողովրդին անընդհատ այս ինֆորմացիոն հոսքերի մեջ կարողացել են պահել։ Իրենց ամենամեծ գործիքը այդ այլանդակ պոպուլիզմը եւ այդ տեղեկատվական գրոհն է։ Նախկինում պոպուլիստեր ընդդիմությունը, միշտ իշխանությունը ընդդիմությանը մեղադրում էր պոպուլիզմի մեջ, երբ որ առաջարկներ էին տալիս։ 8 տարի իշխանությունը, 8 տարի իշխանությունը, մինչև հիմա բոլոր սխալների, թերությունների, խնդիրների, ես վերջի ասֆալտը քանդվելու դեպքերի համար էլ նախկիններին մեղադրեցին, այսինքն 8 տարի է։ Էսա, էլի մարդը ավելի շատ ղեկավար է, քան ասենք Լևոն Տեր-Պետրոսյանը, դեռ խոսում է նախկինների մասից, այսինքն դեռ ուզում է գնա երրորդ ժամ։ Եվ ես ուզում եմ ասել, որ ուրեմն այստեղ մի ուրիշ բան էլ կա, որն է ուժը նրանց ուժը մարդկանց հասկանալի լինելն է, որովհետև նրանք աշխատում են ընտրողի հետ շատ մանրամասն։ Եվ դա չի արել ընդդիմությունը, եւ դա չի արել իշխանությունը, որը այսօր ընդդիմության մաս է, այսինքն իշխանությունը եղել է որոշակիորեն սոլիդ ամենօրյա ռեժիմով։ Դե չկար էլ դրա հնարավորությունը ճիշտ ասած, բայց կարծում եմ լիներ էլ, ասենք չեմ պատկերացնում Ռոբերտ Քոչարյանը դներ, ինչպես ինքը ասաց չենք երկելու, չենք վայելու, կապեկություն չենք անելու։ Չեմ էլ պատկերացնում, եւ գիտեք, ես մի անգամ ուզում էի հիշել, հետ գնալ հիշել, ես շատ եմ լուսաբանել Քոչարյանի իշխանությունը եւ իրեն անձամբ նախագահին։ Ես ուզում էի հիշել, մի անգամ գոնե տեսել եմ, որ այդ մարդը որևէ միջոցառման ժամանակ որևէ բան ուտեր։ Եվ չեմ տեսել, ուղղակի չեմ տեսել այդպիսի բան, ես տեսել։ Եվ գիտեք, այո, իհարկե, բայց Բայց տեսարաններով չես կարող երկիր պահել։ Տեսեք, իրենք օրինակ նույն խաղաղությունը, չէ՞, բոլորին շատ անհրաժեշտ բան է, մարդկանց համար շատ երջանիկ ապրել, բարեկեցություն, խաղաղություն, այս խոստումները շատ բնական է, մարդկանց համար շատ ընկալելի։ Խնդիրը նա է, որ ինքը այդ ասածների հետ կապ չունի։ Ինքը խաղաղության թշնամին է, ինքը բարեկեցության թշնամին է։ Իսկն ինքը քանդում է այսօր հարձակում հայ առաքելական եկեղեցու վրա, բայց ձևանում է իբրև եկեղեցու հետևորդ կամ եկեղեցու պաշտպան, այսինքն ինչ ինքը հայտարարում է անում դրա հակառակ։
Գուցե դա հենց լավ լոզունգ է, որ ամեն ինչ հակառակն է։ Գուցե եւ այդպես է։ Ես չեմ ուզում ձեզնից շատ ժամանակ խլել, իմ ուղեղը հիմա այն ուղղությամբ է աշխատում, թե ինչ կհայտարարի դաշնակցությունը, ինչ կլինի եւ այլն, հասկանալի է, դուք գնում եք 3 ուժով, դուք հաղթահարելու եք ըստ ձեր պլանների եւ ձեր համոզմունքի 8%-ը, դուք ունենալու եք ավելի։ Տեսնում եք, ես ամեն ինչ այսպես ճիշտ եմ, չի ասում։ Այո։ Ինչպես եք դուք վերաբերվելու ընդդիմությանը։ Արդյոք դուք ընտրարշավի ընթացքում ընդդիմությունը դիտարկելու եք որպես մեկ ամբողջություն, թե զբաղվելու եք նաև ընդդիմությունից ձայներ, այսպես մեկը մյուսից վերցնելով, խլելով, տանել, բերելով եւ իրար քննադատելով։ Գիտեք, ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերը մեր գործընկերներն են, բայց միաժամանակ մեր մրցակիցներն են։ Որ ընտրազանգվածը բաժանել սաձերն է եւ այլն, նման բան չի լինելու է մրցակցություն, բայց մեր համար ընդդիմության որևէ ուժ թիրախ չէ, մենք Եթե հանկարծ դուք թիրախ լինեք, եթե ձեզ վատ բան ասեն, մենք արդեն թիրախ ենք, ինչ եք անում։ Սենց ասեմ, չենք պատրաստելու շատ երկար հանդուրժել, բայց ամեն ինչ անելու ենք, որ այդ դաշտ չմտնենք, որովհետեւ մենք գտնում ենք, որ գլխավոր թիրախը պետք է լինի այս իշխանությունը, բոլոր սլակները պետք է ուղղված լինի իրենց եւ անկախ նրանից ընդդիմության մեջ ում հետ ինչ հարաբերություններ ունի, ինչ տարաձայնություններ ունի, շատ բնական է, չէ՞։ Դա փորձում են ընդդիմությանը նույնացնել, բայց ընդդիմությունը առնվազն 4-5 բլոկ իր սեփական ծրագրով իր վարչապետի տեխնացիով մասնակցում է ընտրությանը, բայց եթե բոլորից նպատակը է չարիքին հեռացնելը, մի նպատակ կա, որ ձեզ միավորում է։ Ու հետեւաբար այդ նպատակի շուրջ մենք պատրաստ ենք համագործակցել դաշտի բոլոր նորմալ ընդդիմադիր ազգային ուժերի հետ։ Եթե ասում եք դաշտի բոլոր, հենց նորմալ է, ասում եք, արդեն մի մասին են կողմել, դրուց ստացվում է ոչ բոլոր։ Մեկ-երկու ուժ կա, նույնիսկ մեր ներքին քննարկումների ժամանակ, երբ որ դաշտը վերլուծում ենք, փորձում ենք, բան մենք չենք հասկանում իրենց որտեղ դնենք, որովհետև իրենց կողմնորոշումները անհասկանալի է, բայց դրանք խոսք են շատ փոքր, նրանց պետք է դնել լուսանցքում։ Իրանք ես դրել են արդ։ Շատ լավ, ուրեմն եթե այստեղ ամփոփենք, եթե այս հարցի մասն ասում, մեր նպատակ, եթե մեզանից է կախված սրանց հեռացումը, մենք այդ խնդիրը չունենք, ու այդ նիկոլական խոսույթի մեջ էլ հեչ հաճելի չի, որ որոշ ուժեր մտնում են, ընդդիմադիր դաշտում առանցքային եւ առաջնահերթ օրակարգային հարցերի շուրջ համագործակցությունը անհրաժեշտություն է, որովհետեւ մեր դիմացը կա մի չարիքի իշխանություն արտաքին ծանր հրետանի եւ պետական վարչական ռեսուրսներով, իսկ դիմացը ընդդիմություն, որը եթե գնա շատ պարակտված եւ առնվազն հիմնական հարցերի շուրջ ունենա համաձայնություն, դժվար է լինել։ Այս իմաստով այդ համագործակցությունը անխուսափելի է եւ չպետք է տեղիք տալ։ Գիտեք, քանի ընդդիմությունը չմիավորվեց, գոնե ուզում ենք հասկանալ, արդյոք կարող են միավորվել իրենց գործելավոճով, եթե չմիավորվեցին ֆիզիկապես ընտրացուցակներով։ Պատկերացնում ենք, խոսել ենք դաշտի ուժերի այդ մասին, ընդհանուր ըմբռնում կա այդ հարցերի շուրջ։ Ու հույս ունեմ, որ ինչ որ մի արդյունքի վերջնական կհասնենք այս իմաստով, որը իրոք անհրաժեշտություն է։ 88 օր մենք ունենք քիչ ժամանակ, որպեսզի ստուգենք, որքանով ձեր այսպես ասած վստահությունը, այդ վստահ խոսքը հիմնավորված էր։ Հույս ունենք, որ ընդդիմության հետ դուք կկարողանաք արդյունավետ վստահ եղեք եւ ամեն ինչ անելու։ Գիտեք ինչ, դուք լավ դիրքերում եք այն իմաստով, որ ներկայացնում եք դաշնակցությունը եւ մենք չենք տեսել, որ դաշնակցությունը իրեն պահի ալուրջ կամ չհետևի իր իսկական այսպես սկզբունքներին, որևէ շեղում կատարի իր հիմնական սկզբունքներին, դա չենք տեսել այսքան տարի եւ հուսով ենք, որ չպետք է տեսնենք, հուսով ենք, որ չպետք է լինի այդպիսի բան, անկախ նրանից, թե օրինակ ինչպես են կարելի է ձեր սենյակը մի փոքր ցույց տալ, արդեն ցույց տալուց հետո եմ ասում չնայած, բայց տեսնում եմ, որ այստեղ հետաքրքիր է, շատ եւ Դրաստան Մարտկարյանը, Արամ Մանուկյանը, բայց այստեղ միակ պատմական դրոն Արամ Մանուկյանը, ահա, անդեսա իհարկե դաշնակցությունը գտնում է այնպեսի մասն է, եւ դիմաց բալկոնից Արամ Մանուկյանը անկախության հռչակագիրն է կարդացել։ Քաղաքի պահպանված
հենց այստեղ պետք ուրեմն դաշնակցությունը պետք է գտնվեր այս շենքում։ Ու Երևանում չկա ուրիշ շենք, որտեղ կարելի է դաշնակցությանը պատկերացնել։ Շնորհակալություն, արդեն այսպես պաշտոնապես դիմեմ պարոն Սաղաթելյան, հետաքրքիր էր ինձ մի պահ լինել այսպես ընկեր իշխան ասող մարդու դերում, լինել դաշնակցականի դերում, որովհետև ես սիրով էի դա միշտ ցիտում, որ դե ամեն մարդ մի փոքր դաշնակցական, ոնց կարող է հայը մի փոքր դաշնակցական չլինել։ Նորից եմ գալու։ Գնանք Գիտեք ինչ լավ է, որ ուրիշ տեղեր սենյակների դռները փակում են, այստեղ ինձ ասում են եկեք գնանք, որ բանի ժամանակ չի որ բացում կամ բարում նախընտրական շրջանով պայմանավորված չի։ Ես տեսա թե դե որքան շատ կոֆեի բաժակ, որքան շատ սուրճի բաժակ կար ձեր խոհանոցում եւ ամեն ինչ բարձ։ եւ հասկացա, որ սա այսօր չի միայն։ Լավ մնացեք։ Հաջողություն ձեզ։ Ցտեսություն, այո, ես էլի եմ գալու եւ պետք է ասել ոչ թե հաջողություն, այլ ցտեսություն։ Ես ուզում եմ մի սենյակ ցույց տալ։ Ես ոնց որ շատ ճիշտ ժամանակ եմ եկել դաշնակցություն, ով կմտածեր, որ ինձ հաջողվելու է, բարև ձեզ։ Այո։ Եվ գիտեք, ես հիմա կարող եմ հանգիստ ընտրողներին հայտնել, որ կա այստեղ, այսպես ասած, նախընտրական գործունեություն, դաշնակիցները աշխատում են, ես եղա դաշնակցությունում, գոնե դուք հաստատ չգիտեիք, որ ես այստեղ եմ, եւ դուք եք հիմա եկել։ Մի քանի հարցի Հրապարակ TV, ես Շակե Հավոյանն եմ, սա բլոգ է նախընտրական, ես արդեն այցելել եմ մի քանի կուսակցություններ, լիովին անակնկալ, բայց ոչ այդքան անակնկալ, ինչպես հիմա ձեզ հետ եմ խոսում։